Սիրելի ջրհոսներ, ողջույն, այսօր մարտի 29-ն է և ես կներկայացնեմ ձեր նշանի համար կանխատեսումը, նորից նշեմ, քանի որ անդադար մարդիկ են ավելանում և հարցերը այսպես ասած չի դադարում, թե ինչ ասել է ասցենդենտի նշան, որովհետև դուք պետք է լսեք անպայման ասցենդենտի նշանով և նշանի մեկնաբանությունը և արևի նշանով այդ երկուսը միացնեք, որպեսզի տվյալ ամսվա համար ամփոփ նկարագիրը ունենաք, իսկ ասցենդենտի նշանը իմանալու համար բնականաբար պետք է իմանաք ձեր ծննդյան ժամը ճշգրիտ, նրանք ովքեր չգիտեն, դա հաշվարկվում է։ Եվ այսպես, սիրելի ջրհոսներ, դուք 12-րդ տեղից շարժվել եք դեպի ուղղընթաց, այդպես շարժվել եք առաջ, հայտնվել եք 10-րդ տեղում, առանձնապես մեծ շարժ չի եղել, բայց բոլոր դեպքերում շարժվել եք առաջ եւ այսօր 29, ես ասեմ, որ գրեթե բոլորին կշռքի սկսված բաժին ընկավ Նեպտունը, իսկ դա ասում է, որ մարդիկ անորոշության մեջ են, մեծամասնությունը, իսկ ջրհոսների մոտ անորոշությունը այստեղ գալիս է, վերաբերում է արտերկրին, աշխատանքին, ֆինանսական վիճակին, սրանք էր հիմնական հուզող հարցերը, դա է ցույց տալիս ուրեմն մոլորակները, եւ այսպես հիմա տեսնենք, թե ավելի կոնկրետացնենք, փորձենք կոնկրետացնել ապրիլ ամսվա համար կանխատեսումը եւ այսպես սկսենք հենց ապրիլի սկզբից, երբ 2-ին տեղի կունենա լիալուսինը, արևև լուսինը կհակադրվեն 13 աստիճան Հայաստանի ժամանակով 6:11:46 եւ լիալուսինը տեղի կունենա կշռքի նշանում, բնականաբար, դա ձեզ համար լավ է, որովհետև եւս օդի նշան է, ինչպես որ դուք, սիրելի ջրհոսներ եւ այն կվերաբերի միանշանակ արտերկրին կամ եթե արտերկրում եք հայրենիքին, այստեղ հարցեր կան, որոնք պատասխանները ստացել են կամ որոշում կայացրել են, կամ եթե ձեզանից չի կախված, դուք ստացել եք որոշակի պատասխան, որը կապված է ուրեմն ասացի կամ հայրենիքի հետ կամ արտերկրի հետ, ահա այսպիսի իրավիճակ եւ նշեմ նաեւ նորալուսինը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 15:51:36 արևև լուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ այն տեղի կունենա խոյի նշանում, ահա նորից այդ առանցքն է, ձեր ընկերների, բարեկամների հետ կարծես թե խորհրդակցում եք եւ հնարավոր է ինչ որ մի իրենց հետ միասին ինչ որ մի որոշում կայացնեք եւ արդեն ապրիլի 20-ից հետո կամ կեսերին կամ հնարավոր է որ լիալուսնից հետո երբ ավարտվի հասկանաք ինչ է, այդ ժամանակ էլ հնարավոր է շատերը քայլեր անեն, բայց մեծամասնության մոտ դա կարող է սկսվել նորալուսնից, այսքան նորալուսնից սկսելը ցանկացած դեպքում շատ ավելի ուրեմն թեկուզ համագործակցություն եւ այլն շատ ավելի լավ է, բայց ասեմ, որ առաջիկայում դուք ձեր վրա պետք է հույս դնեք, սիրելի ջրհոսներ, եւ ոչ թե սպասեք, որ ինչ որ մեկը ձեզ ինչ որ կհամագործակցեք եւ այլն, դուք պիտի անեք ձեր արժեվ դրված հարցերը, խնդիրները։ Նշեմ նաեւ, որ Մարսը, Մերկուրին, Վեներան կփոխեն իրենց նշանները, արևը բնականաբար արդեն հարկ չի նշել, որ արևը եւս փոխելու է նշանը եւ այստեղ ընտանեկան տան թեմաները ինքը կփորձի կարգավորել եւ իհարկե Ուրանը ամենակարևոր իրադարձություններից թերևս ապրիլի 26-ին Ուրանը կփոխի իր նշանը, ինքը մեկընդմիշտ կհաստատվի երկվորյակի նշանում այլևս 7 տարի ինքը դուրս կգա ցոլի նշանից եւ ընդհանուր ես կարող եմ ասել հետեւյալը, որ ուրեմն դուք հիմնականում կխորհրդակցեք ձեր ասացի ընկերների, բարեկամների հետ ու միգուցե իրենք օգնեն, որպեսզի դուք ինչ որ մի նոր գործ սկսեք կամ միգուցե իրանց հետ, բայց ես ասացի, որ պետք չի ձեզ համագործակցել, այսինքն դուք ինքնուրույն պիտի գործեք, ինքնուրույն պիտի անեք եւ այստեղ այսպիսի հարց կա, որ եթե ձեզ գիտեք ձեր շրջապատի միջավայրի ուրեմն ընկերները թեկուզ հետ որ շփվում եք իրենք
խորհուրդ մի տվեք, եթե իրենք ձեզանից խորհուրդ չեն հարցնում, հա, այսինքն այս ժամանակահատվածում եղեք ինքնուրույն եւ մի փորձեք մտնել կամ մեկնաբանել, մտնել ուրիշի կյանք, մեկնաբանել կամ նմանատիպ հարցեր, զերծ մնացեք եւ ընդհանրապես այստեղ վստահության հարցն է, որ չեք կարող այս որոշակի ժամանակահատված, մի քանի ամիսներ դուք չեք կարող ոչ մեկի վստահել, պետք չի ոչ մեկի վստահել եւ ինքներդ դուք դրեք հույսը ձեր վրա եւ ասենք եթե պետք է ավելի ճիշտ կլինի ոչ թե ինչ-որ պատահական մարդկանց հետ խորհրդակցել, այլ կոնկրետ մասնագետի հետ այս վիճակն է, որովհետեւ ձեր միջավայրում կարող եք ինչ-որ հարցեր քննարկել եւ դա ձեր վրա ձեզ համար բացասական անդրադառնալ եւ եթե շատ ջրհոսներ կարող այդ հարցը գիտեք, եթե ասենք դուք հաճախ եք արտերկրում ինչ որ գործեր կա, որ դուք գնում եք անընդհատ այդպես գնում գալիս, հա, վերջին տարիներում, մի քանի տարիներում դա կարող է տեղափոխությունը բավականին հաճախ էր, չեք կարողանում այդտեղ մնալ, հիմա արդեն կարծում եմ կավարտվի եւ մոտ ժամանակներս կավարտվի եւ դուք այդ հարցում ավելի հանգիստ կլինեք, այսինքն որոշում կկայացնեք, որ ինչ որ կոնկրետ ինչ որ մի տեղում մնալ, գնալ ինչ որ մի երկիր, մնալ այդ երկրում կամ ինչ որ քաղաք եւ այլն, կոնկրետ որոշումներ, միգուցե դա գործերի հետ պայմանավորված լինի, այսինքն գործեր կան երկար, որ դուք այդտեղ պիտի մնաք ու այդ գործերը անեք, վերջացնեք, ավելի երկար ժամանակով, հա, այսինքն այդպես գնալ գալը ավելի կքչանա ձեզ մոտ կամ գործերի հետ կապված կամ այլ հարցերի հետ կապված այսպիսի թեմաներ են եւ նաեւ ուշադրություն եք դարձնում ձեր առողջական վիճակին, որովհետեւ հնարավոր է, որ խնայում եք ձեզ, որովհետեւ ձեր անձնական քարտեզով արդեն պայմանավորված, այստեղ ցույց կտրվի, որ միգուցե ավելի, ասենք, հաճախ ճանապարհորդելը կամ այդպես այդ փոփոխությունները, աշխատանքի փոփոխությունները, այդ ամբողջը առաջացնում են լարվածություններ եւ դա կարող է ինքնին անդրադառնալ ձեր առողջության վրա, այնպես որ հետևեք ձեր առողջությանը եւ այդպես հանգիստ, ուրեմն փորձեք ձեր տան ընտանեկան թեմաները, բնակարանի թեման այդպես կարգավորել, ձեր տանը ինչ որ փոփոխություններ, փոքրիկ վերանորոգումներ ապրիլի, իհարկե ապրիլի կեսերից դա կարող եք անել, ինքնին կներքաշվեք եւ այդպիսի փոփոխություններ անպայման տան բնակարանում դա կարող եք իրականացնել։ Հիմնական իրադարձությունները սրանք են եւ հիշեցնեմ, որ Պլուտոն առավել եւս ձեր նշանում է եւ ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, այստեղ հնարավոր է, որ գիտեք ինքը բոլոր դեպքերում ծանր է դժվարություններ, դուք զգում եք այդ ծանր էներգիան, մասնավորապես որ ինքը մեծ հաշվով ձեր նշանում համարվում է անկման մեջ, որոշակի դժվարություններ ինքը ցանկացած հարց որ ուզում եք իրականացնել, ինչ որ դժվարություն կա եւ հատկապես պարտների հետ կապված անձնական կամ գործնական ինչպես անել համագործակցել, թե չհամագործակցել, այս պահի դրությամբ ես առաջիկա 1-2-3 տարին ձեզ խորհուրդ կտամ, որ ինքներդ անել, ոչ թե համագործակցել, այլ նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը, այդպես ես համար ավելի հաջող կարող է լինել։ Ինչևէ, այսքանը ես ավարտեմ ձեր նշանի համար, իսկ դուք մեկնաբանություններում գրեք արդյոք այն ձեզ համար օգտակար եղավ, որովհետև ես ձեզ հիմնականում անիմաստ խոսալու փոխարեն ես ձեզ տալիս եմ կոնկրետ բանալիները, որպեսզի դուք հասկանաք կողմնորոշեք, ավելին իմաստ չունի, որովհետև սա տրանզիտներն են եւ ոչ թե ձեր անձնական քարտեզը, յուրաքանչյուր ունեք ձեր անձնական քարտեզը եւ ասենք պետք է իմանաք մոլորակը փոխում էր նշանը, ասենք երկար տարիներ եւ որ տարվա որ ժամանակահատվածում է տվյալ տարվա մեջ, որ ասենք ձեր կյանքում կարող են լինել դժվարություններ
փոփոխություններ, որ կառաջացնեն ձեր մոտ մեծ նժվադրություններ եւ դրան հարկավոր է նախապատրաստվել ավելի շուտ, ոչ թե ասեն գա, դա կատարվի, նոր ասեն գիտես ձեզ մոտ էսպես է, դրան հարկավոր է նախապատրաստվել ժամանակից շուտ, հասկանալ երբ է լինելու եւ այլն եւ այլն։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս ավելի առաջ կգնաք, ավելի ես կմանրամասնեմ ձեզ համար, բայց դուք ընդհանրապես գտնվում եք 10-րդ տեղում։ Լավ եղեք, կհանդիպենք առայժմ եւ հաջորդը ես կներկայացնեմ աղեղնավորի նշանի մասին կանխատեսումը առայժմ